Առևտուրի շատ ծանր է։ Ժողով չկա։ Առավոտից քանի հաճախորդ եք ունեցել։ Ես մի հատ երկու հատ հաճախորդ եմ ունեցել, ավել չեմ ունեցել։ Ինչ եք վաճառում։ Պամիդոր, բիբար, վարունգ, բադրջան, դեղց։ Առևտրում է, տանենք եթե շուկան մարդ չի մտնում։ Սիտիները չեն թողում, որ շուկան մի մարդ գա։ Առավոտ մի ժամ, երկու ժամ այդել օբյեկտները տանում են, ասենք ռեստորան, բան նրանից հետո շուկան մարդ չի գալիս։ Ինչն է ձեզ պատճառը։ Սիտիները ուրիշ ոչ բան, փողոցի առևտուրը, սիտիները ամեն մի քայլի վրա շուկա են բացել, այս շուկանով է գալիս։ Իսկ թե մարդկանց գնողունակությունն է նվազել։ Եթե նվազած լինի, նրանք սիտի չեն գնա, թանկու կրակառեն ու անորակ ապրանքներ առեն։ Այստեղ գները եւ մաչելի է եւ որակը տեղնաբաց չեն գալիս։ Այնտեղ ինչա մի քիչ էժան, ասենք 20-30 դրամ առնում են, տանում են տանը թափում են, բայց դե թափելու ոչինչ չկա։ Ինչ արեն, դա օգտագործելու են։ Ընդ նկարեք թող բոլորն էլ տենան, որ բոլորն էլ այսեն ծնտիր կանաչիները։ Իսկ սիտիում սենց ապրանքներ չկա, որ ցուցադրեն մարդկանց տանը։ Պակետների մեջ տանում են, կեսը զիբիլա թափում են, շուկա չեն գալիս, այնքան որ այդտեղ մի քիչ էժան է։ Սիտիներից ես առել էի խնձոր, իմ տղան խնձոր էր առել բերել, ուպակովկա արած։ Երեսը շատ լավ է, 2 կիլոյի մեջից 4 հատը թափել ենք։ Առևտուրը ինքն իրանով նվազել է առաջվա համեմատ, առևտուր չկա։ Առաջ ասենք որ մարդիկ առնում էին 10 կիլո միս, հիմա այդ նույն 10 կիլո միս առնողը 1 կիլո առնում։ Ու ասենք նվազել է ինքը առևտուրը իրանով, որ ասենք այս սեզոնին պետք է առևտուրը ուժեղ լիներ, մարդիկ քաղաքից դուրս են գնում, բայց չկա։ Ինչն է ձեզ պատճառը։ Պատճառը ընդհանուր երևի երկրի վիճակն է։ Մարդիկ գործ չունեն, աշխատանք չունեն, մարդը փող չունի, որ 1 կիլո միս առնի։ Միսումը ընդհանուր երկրի վիճակն է։ Ինչ պետք է փոխել, որ իրավիճակը շտկվի։ Ընդհանուր պետքա ընդհանուր փոխվի, համակարգը պետքա փոխվի, այս վիճակով որ գնա Հայաստանում լավ բան չի սպասվի։ Մարդիկ գնալով Հայաստանում մարդ չի մնացել, որ նայում ես ինչքան մարդ Հայաստանում գնում, եթե սեն չառունակվի, հաստատ Հայաստանում էլ մարդ չի մնա։ Ձեր ընկերներից շատերն են։ Շատերն են, ոչ միայն ընկերներ, հարազատներ, բարեկամներ, որովհետև մարդը սա Հայաստանում չի կարում փող վաստակի, աշխատանք չունի, ընտանիք պայի, գա միս առնի, ոչ միայն միս առնի, այլ լիքը բաներ իրան թույլ տա։ Առևտուր եթե ժամը քանից է, հիմա նոր սվտա եմ անում, էլ ինչ առևտուր կարելի է համարել, դա դուր չի կոչ։ Մենք մեր օրը մերցնում ենք, բայց եթե մեկ ուրիշ տեղ ավելի լավ տեղ կա, կարանք գնանք, բայց ուր է այդ լավ տեղերը։ Պատճառը ինչն է, տեղն է թե Կարող ասեմ, այդ բոլորի պատճառը վերատասն եմ անում, ես այտենց պատական ինչ պատճառ ասեմ։ Տուրիստ չի մտնում, ամբողջ շուկան տուրիստ չի մտնում, մտնողներն մի փոքր բան առնում գնում են։ Իսկ ահա տեսնում եմ ձեր ճրերը մենակ այստեղ եք վաճառում, ձեր արտադրանքն է թե Եվ արտադրանք ունենք, եւ առնովի ունենք, տարբեր։ Հիմա ասենք թուզը, կարալոքը մեղրից ենք բերում, քանի որ մենք դա չունենք։ Այն ինչը որ մերն է, մենք ենք պատրաստում։ միայն այստեղ եք վաճառում, թե փորձում Մենք փորձում ենք, բայց պիտի տանեն։ Ճանապարհածախսեր այնքան շատ է, գալիս են, պայմանավորվում են, մի անգամ կարող է տանեն մի քիչ փորձնական, էլ չտանեն, որտեղ ամբողջ որ մետրի արժեքն է, դրա կրկնակին ճանապարհածախսն է։ Չի տանում, 2 հատ վերցնում է, 5 հատ վերցնում է, գնում է, որ նորից կա, էլ չի գալիս։ Քչացնեն ծախսերը, այնց անեն, որ առնողը, եթե դու տալիս ես սա 1500 դրամով, գոնե վրադիր լինի 500 դրամ, նա կարողանա տրսում։ Եթե 1500 դրամ քեզանից առնում է, մի հատ էլ 1000 դրամ վրա է գալիս, արդեն նա չի կարա վաճառի, բարձր չի տանի։ Կառավարությունը կարող է այդ միջամտությունները, այսինքն համակարգը այնպեսին դարձնել, որ Անպայման։ Մենք շատ փոքր մարդ ենք, իրանք կգնակի խելացեն, կգնակի փորձեր ունեն։ Եթե մտքերին տնեն ելք գտնելու, ամեն ինչի մեջ ելք կլինի։ Չկա այդպիսի բան ելք չունի։ Մարդկանց ձեռքը փող չկա, գումար չկա։ Որոշ մարդիկ էլ բացակայում են, միգուցե ամառա, շոքա դրսում են։ Ամենայն դեպս շատ իջել է առևտուրը, թե խանութներ կան կողքերը, մեզ շատ են խանգարում, որտեվ հիմա ամեն մի փոքր առաջի հարկի տունը իրան խանութ է բացում, թույլատրելի է։ Մենք ասենց դժվում ենք, երկար տարվա աշխատող ենք, բայց շուկայում մարդ չկա։ Այն մարդը, որ միշտ մշտական կլոր 20 տարի է շուկայում աշխատում եմ, գալիս են առնում են 3-4 կիլո, հիմա գալիս առնում են 2-300 գրամ, մի ափսեի համար։ Բնականաբար խեղճացել են բոլորը։ Ինչ անի խեղճ ժողովուրդը, այդ եղանակների այդքան վատ եղանակներ, այդ վնասները ելնում է մի կողմից, բանկերի տակ են ժողովուրդը մի կողմից, այս գների բարձրացումն էլ մի կողմից։ Բոլորը տանում է երկրի կործանման, Ազիզ ջան, բոլորը։
Ինչ քայլեր պետք է նախ այդ վարկերը, որ տրամադրում են ժողովրդին, ոչ թե ասում են այսքան տոկոսով դարձնում են եսի ինչքան բարձր տոկոս։ Նախ այդ տոկոսները իջացնեն, մարդիկ ստիպված են այդ քայլի գնում։ Եթե կարկուտը խփել է ջերմոցները կամ բույսը կամ ամեն ինչը վնասվել է, ճիշտ է, մի տարի հետաձգում են, բայց այդ մի տարի հետո մարդը կարող է ոչ թե փակի 11%-ով, այլ փակի 22%-ով։ Գալիս է նույն մի տարվա վարկը փակում է։ Նույն հաշիվն է գալիս։ Ժողովուրդը սաղ տարին տանջվում, չարչարվում, գյուղացին հատկապես տանջվում, չարչարվում է, հələ մենք ինչ որտեղ կարողանում ենք, հայթայթում ենք, բայց գյուղացու վիճակը ավելի վատ է։ Ավելի վատ է գյուղացու վիճակը։ Ով էր տեսել այս սեզոնին ձմերուկը 150 դրամ կիլոն, որ 50-60 դրամ էր։ Պամիդորը 300 դրամ։ Այտենց բան գոյություն չի ունեցել։ Իսկ հիմա լրիվ համ ապրանք չկա։ Ամեն ինչը փչացել է, կարկուտը վնասել է, ամեն ինչը վաղնիսօր կարտոշկայա, կաղամբա, սաղ փչացրել է, խաղողը հələ ամբողջ հոկտեմբերյանի շրջանը, հիմա ինչ շրջանը չեմ անում։ Ամբողջ այդ հոկտեմբերյանի շրջանը վազերը քշե տարել է սելավը։ Հələ աշունը ինչ վիճակի կլինի այդ ժողովուրդը չգիտեմ։ Հələ մենք ինչ որտեղ հայթայթում ենք մեր օրվա հացի փողը, ստեղծում ենք, կարողանում ենք, բայց հետո ինչա լինելու, դա արդեն պարզ չի։ Դա արդեն պետք է մտածեն են, լույսը թանկացնում են, իբր գազ էժանացրեցին, այս հիմնարկությունը մենք ստեղ մի փուճուր տեղա 1.60 m մենք խոշոր ձեռնարկատերի հոսանքի փող ենք մուծում։ Եսի միջ այնքան բաներ կան, նրբություններ կա ազիզ ջան, որ չես կարա ասես էլը, որը ինչը, որն է ճիշտ, որն է սխալ։ Ժողովրդի մասին մտածող չկա, ամեն մեկը իր գրպանի մասին է մտածում։ Ձեր սպառողական զամբյուղը կարողանում եք ապահովել, ոչ։ Թոշակով հնարավոր չի, աշխատանք էլ չկա։ Չի լինում։ Այն ամսական նվազագույն պարենը միս, պանիր, Ոչ երբեմն հնարավոր չի լինում։ Մեզ մեկ միս չենք առնում, հավ ենք առնում կամ բանջարեղեն ավելի շատ հիմա, որ բավականացնի, թե չէ եթե միս էլ առնենք, հավ, չգիտեմ, ինչ որ ուզում ենք, կարակ, պանիր ու լավ որակի, մեր գումարը մեզ չի բավականացնի։ Թոշակը չի բավականացնի, ես էլ թոշակ եմ ստանում։ ստիպված հրաժարվում։ Իհարկե, որ վերցնենք հետո ոնց տանք։